welcome your Democratic nominee and our next governor, Mikey Sherrill! Նոյեմբերի 4-ի ընտրությունները դարձան Դոնալդ Թրամփի նախագահության առաջին համազգային գնահատականը եւ ավարտվեցին դեմոկրատական կուսակցության ջախջախիչ հաղթանակով։ Այս հաջողությունը կենսականորեն կարևոր խթան էր դիրքերը կորցրած դեմոկրատների համար։ Վիրջինիայում նահանգապետ ընտրվեց չափավոր դեմոկրատ Էբիգեյլ Սփենբերգը։ Իր հաղթական ելույթում Սփենբերգը շեշտել է, որ Վիրջինիան ընտրել է պրագմատիզմը կուսակցությունից առավել։ Նմանատիպ հաջողություն է գրանցվել նաեւ Նյու Ջերսիում, որտեղ հաղթել է դեմոկրատ Մայքի Շերիլը, ամրապնդելով դեմոկրատների տպավորիչ հաղթանակների շարքը։ It's a democratic landslide. Սա դեմոկրատների ջախջախիչ հաղթանակն է, այլ կերպ սա հնարավոր չէ բնութագրել։ Նյու Ջերսիում առավելությունը մեծ էր, գրեթե ջախջախիչ։ Վիրջինիայում լիակատար ջախջախում էր, եւ առավելությունը այնքան մեծ էր, որ Էբիգեյլ Սփենբերգը կարողացավ իր հետ հաղթանակ տանել փոխնահանգապետի իր տեխնացուին, եւ նույնիսկ գլխավոր դատախազի պաշտոնի սկանդալների մեջ թաթախված իր տեխնացուին, որի մասին շատերը կարծում էին, թե կպարտվի։ Նա հաղթել է 4-5%-ային կետի առավելությամբ։ Սակայն օրվա ամենադրամատիկ իրադարձությունը տեղի է ունեցել Նյու Յորքում, որտեղ քաղաքապետի ընտրություններում հաղթել է 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին, ավարտելով իր վերելքը նահանգային օրենսդիրից մինչև երկրի ամենաճանաչված դեմոկրատ գործիչներից մեկը։ Նա պայքարում էր 67-ամյա նախկին նահանգապետ Էնդրյու Քոմոյի դեմ, որը սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո լքել էր հանրապետականների շարքերն ու առաջադրվել էր որպես անկախ տեխնացու։ Donald Trump, his message was simple. He is not supporting me, Donald Trump. He said that they Դոնալդ Թրամփի ուղերձը պարզ էր։ Նա ինձ չի աջակցել։ Թրամփը նախորդին ասել է, թե իմ երկրպագուն չէ։ Նա դեմ է Զոհրան Մամդանին եւ ասում է, որ Սլիվայի օգտին քվեարկելը նշանակում է քվեարկել Մամդանի օգտին, ինչը ճիշտ է։ Նախագահն ամեն ինչից առավել պրագմատիկ է։ Մամդանի հաղթանակը ողջևորել է Նյու Յորքի նրա երիտասարդ աջակիցներին, որոնք փոփոխությունների են ձգտում։ We've been in New York for like 13 years. Գիտեք, մենք արդեն մոտ 13 տարի է ինչ Նյու Յորքում ենք, եւ սա առաջին քաղաքապետն է, որին քաղաքի ղեկին տեսնելու համար ես իսկապես ողջևորված եմ։ Մամդանի ընտրությունը ամերիկյան խոշորագույն քաղաքի առաջին մուսուլման քաղաքապետ միանշանակ չեն ընդունել հրեաները։ Նրա որոշ դիրքորոշումներ մտահոգություն են առաջացրել Իսրայելում եւ աշխարհի որոշ հրեական համայնքներում։ I'm extremely worried. Is the truth. Ես չափազանց անհանգստացած եմ, սա է ճշմարտությունը։ Նա մի մարդ է, որը քարոզում եւ աջակցում է այն կազմակերպություններին, որոնք կոչ են անում ոչնչացնել Իսրայելը։ Եվ դա ինձ անհանգստացնում, տխրեցնում եւ վհատեցնում է։ Ամենամտահոգիչն այն փաստն է, որ Նյու Յորքի բնակիչներն աջակցում են այդ մարդուն։ Իր հաղթական ելույթում Մամդանին դիմել է իր աջակիցներին, խոստանալով նոր սկիզբ քաղաքի աշխատավոր դասի համար։ The sun may have set over our city this evening. Շնորհակալ եմ իմ բարեկամներ։ Արևն այսօր թերևս մայր մտավ մեր քաղաքի վրա, բայց ինչպես մի անգամ ասել է Յուջին Դեփսը, ես տեսնում եմ մարդկության համար ավելի լավ օրվա արշալույսը։ Որքանով որ կարող ենք հիշել, Նյու Յորքի աշխատավոր ժողովրդին հարուստներն ու մեծ կապեր ունեցողները միշտ ասել են, որ իշխանությունը նրանց ձեռքում չէ։ Ամերիկացիների տրամադրությունների վրա ազդել է կառավարության շատդաունը, սենատում դեմոկրատների ու հանրապետականների տարաձայնությունների պատճառով բյուջեն չի հաստատվում եւ հոկտեմբերի 1-ից պետական ծառայողներն աշխատավարձ չեն ստանում, գիտական կենտրոնները չեն ֆինանսավորվում։ Դեմոկրատների տպավորիչ հաղթանակները ցույց տվեցին, որ ընտրողները դժգոհ եւ փոփոխություններ են ցանկանում։ Ընտրությունների արդյունքները ամերիկացի մեկնաբանները լուրջ հարված են համարում նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի համար։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։